Փառք Տիրոջը, փառք Աստծուն, գիտես իմ ու քո Աստված իմ սիրած բառն է, լսել եք չէ աշխարհում ասում է, ես ինչ ունեմ աշխարհը չունի, ես ասում ես ու դու ունենք Աստված ունենք աշխարհը չունի, ամեն, ես ու դու ունենք Աստված ունենք, որ աշխարհը չունի, ինչ հարց ուզես կարա լուծի, ինչ խնդիր ուզես կարա հանի քեզ, դրա համար ունենք Աստված ունենք, պրոստը պիտի մեկ էլ կներես, որ սենց եմ ասում, բայց գիտակցենք ինչ Աստված ունենք, էլի։ Մեր արարքներով, մեր խոսքերով, մեր ամեն ինչով պիտի գիտակցենք ով է մեր Պապան, որ բան պետք է այդ ժամանակ էլ եթանք, պարզ ճակատ ասենք, Պապ ջան, եկել եմ, այս ինչ հարց ինձ տանջում է, մի հատ կգաս հարցերը լուծես, ասի բա ոնց բալես։ Ամեն, այդ տենց Պապա ունես, ես ունեմ, դու ունես։ Դրա համար ֆրակողքիդ ասա, իմ Պապան ամենակարող է, ու նստի Տիրոջ խաղաղության մեջ, շնորհակալություն շատ Տերը օրհնի ձեզ։ Փառք Հիսուսին։ Շատերին գիտեմ, շատերին չէ, ում որ չգիտեմ շատ ուրախ եմ, գիտես ինչ համար, որովհետև պետք է եկեղեցին շատանա, ավելանա, նոր մարդիկ գան, նորմալ չի, հա, որ միտեղ կանգնի, դրա համար Փառք Հիսուսին, ողջույն բոլորիդ։ Անունս Վարազդատ է, ես Սոչիից եմ, մենք 1 տարի առաջ տեղափոխվեցինք Մոսկվայից ընտանիքով Սոչի, այնտեղ ենք ծառայում, ձեզ Սոչիից ջերմ բարևներ, Աստված օրհնի մեր եկեղեցուց ձեզ մեծ օրհնություններ, մեծ բարևներ։ Պատիվ ունեմ, շնորհակալություն Հով Կարենին, Նարաջան, շնորհակալություն շատ։ Գիտես, իմ համար պատիվ ամեն անգամ կապ չունի ստեղ, թե որտեղ երբ որ գնում ես Տիրոջ տուն, արդեն պատիվ է, համաձայն ես թե չէ։ Մի հատ էլ որ տրվում է քեզ հնարավորություն, որ Աստծո խոսք խոսաս, առավել եւս, չէ։ Դրա համար Փառք Հիսուսին, շնորհակալություն, որ այստեղ եմ, Փառք Հիսուսին։ Տիրոջ տունը քաղցր է։ Մի քիչ ձեր հովին գովեմ։ Հա, գովելու բան չկա, չէ, արդեն դուք էլ շատ լավ գիտեք, շատ քաղցր, շատ համով, շատ ջիգար աղբեր է, ինքը իր ընտանիքի հետ, ես իրան շատ հաճախ ասում եմ իմ նաստավնիկն է, մենք շատ վաղուց ընկերներ ենք արդեն երևի 8 տարի, ինքին շատ հոգևոր հարցերում օգնել է ու մինչև այսօր, դրա համար շատ լավ հովիվ ունես, Փառք Հիսուսին, հովիվիդ համար, եթե այսքան ժամանակ չես գոհացի հանկարծ ծածուկ սենակում, գնաս Հիսուս ջան, շնորհակալություն սենց համով հովի համար, հա, մի քիչ գովեմ իրան չասեք, բայց իրան չասեք, լավ, ինքը կարմերելու խայսատ ունի, Փառք Հիսուսին, ես էլ եմ շատ սիրում ձեր հովին, Տերը օրհնի շատ, գիտես, սրտումս մի բան եմ, մի խոսք կա դրված, որ ուզում եմ հետդ կիսվեմ, որ ինձի շատ է օգնել, իմ կյանքում էդի շատ է օգնել, շատ հարցեր է լուծվել դրա միջոցով, դրա համար եկել եմ քո հետ կիսվեմ, չգիտեմ ինչքանով կուզես, ինչքանով կընդունես, ինչքանով չէ, էդի քո գործն է, բայց Աստվածային չեմ խոսալու, ուրիշ տեղից չեմ խոսալու ու միանգամից վերնագիրն եմ ասում, արդեն պարզալնելու։ Վերնագիրը այսպես եմ դրել, գոհանում եմ։ Վերջ, մի հատ պայման կա։ Կապ չունի ինչի համար, ես գոհանում եմ։ Կապ չունի ինչ կա իմ կյանքում, ես գոհանում եմ։ Համաձայն ես թե չէ։ Եթե եկար այդ իրավիճակի, իմացի գործերդ այն որ 100%-ի մոտ է գնում ստացվելու։ Ամեն։ Ես գիտես ուզում եմ առաջինը կարդամ Սաղմոս 50 գլուխ 23-րդ խոսքը։ Ասում է գոհության պատարագ մատուցանողը փառավորում է ինձ։ Այսօր ուր ենք եկել։ Եկել ենք մեր Հիսուսին ասենք, դե չես տնում այս խնդիրներս, թե եկել ենք ասենք Հիսուս շնորհակալություն, որ այսօր ստեղ ենք։ Գիտես ամեն անգամ եկեղեցի գալուց, երբ որ գալիս ես ստեղել չէ, դռան մոտ, գիտես ինչ պիտի ասես ներս մտնելուց, ասես Հիսուս, այնքան շնորհակալ եմ, կապ չունի ոնց Կապ չունի ինչ խնդիրների միջոցով, բայց այսօր դռան մոտ եմ, որ մտնեմ քո ներկայության մեջ։ Հիսուս գոհանում եմ։ Ու գիտես շատ հաճախ ինչ ալնում, որ լավ գոհանում ես ու այն խնդիրով որ եկել ես, մանավանդ Կիրակի օրերը ասեմ, ծառայության օրերը ավելի է խնդիրներ ավելանում։ Լուրջ եմ ասում։ Իմ մոտ էլ ա եղել տենց էլի։ Երբ որ գալի հասնում ես դռան մոտ, ասում ես Հիսուս մեկա գոհանում եմ, որ ես տանջված, ջարդված, մաշված, կեղտոտ եկա հասած տեղ կներես որ սենց եմ ասում, հա։ Մեկ էլ բայց մտնում ես ասում ես մեկա այդ ինչ չի խանգարելու քո հետ այսօր հանդիպում ունենալուց, հելնում ես տեն մեզ դրանք ոչ մեկ չկա այնտեղ էլ արդեն։ Էլ արդեն վերջ Տերը մաքրել է քո կյանքից։ Դրա համար երբ որ գալիս ես այդտեղ ասում է Տիրոջը, ես մի հատ էլ կարդամ 23-րդ խոսքը։ Ասում է գոհության պատարագ մատուցանողը փառավորում է ինձ։ Այսինքն կապ չունի ոնց ես եկել եկեղեցի, կարևոր բան։ Եկել ես տեղ նստել ես արդեն։ Հոգսերդ էլ, խնդիրներդ էլ, հիվանդությունդ էլ, ցավդ էլ, չապաշխարած բարեկամդ էլ, ընտանիքիդ անդամն էլ, Հիսուս շնորհակալ եմ։ Ու վերջ։ Եթե ստեղ ես, գիտես ինչ է նշանակում, որ հիմա ստեղ նստած ես, հնարավորություն ունես փոխելու։ Այն ինչը որ քեզ անհանգստացնում է։ Ամեն, բայց ամեն առաջինը գոհությունն է, որ օգնում է։ Գիտես, կարաս ասես հավատքը, մյուսը, ես այսօր գոհությունից եմ խոսալու։ Շեշտը դնում եմ այսօր գոհության վրա, որովհետև գոհությունը մեծ դեր է խաղում մեր կյանքում, հավատացյալի կյանքում։ Ամեն։ Նայելու ենք տենանք մեր Հիսուսն էլ ոնց արել, բայց մինչև իրան հասնելը մի քանի Սաղմոս եմ ուզում քո համար կարդամ։ Սաղմոս 95-րդ գլուխ առաջի խոսք ասում է եկեք ցնծանք Տերովը։ Նոր էդ էինք անում։
Նոր անկեղծ էդ էինք անում։ Ով էր փառաբանությունը ժամանակ հոգսերի մասին հիշում։ Եթե հիշել ես, մյուս անգամ չանես։ Աղբերական քեզ խորհուրդ։ Ոչ մի բան թող չթողի քո ու Հիսուսի հետ հաղորդակցվելը խանգարի։ Ոչ մի բան թող չկտրի քեզ։ Ամեն։ Ասում է եկեք ցնծանք Տերով, աղաղակենք դեպի մեր փրկության վեմը, թող գոհություն տալով գնանք նրա երեսի առաջը, սաղմոսներով աղաղակենք դեպի նա։ Ոնց որ սաղմոսը որ բացես կարդաս սաղա գոհության մասին։ Ասում է եկեք ինչ կա, չկա, սաղ գոհությունով ասենք։ Չի ասում ես մարդիկ խնդիր չունեին։ Տենց անհոգ կյանքից հել եկել են, էլ բան չունեին անելու, եկել են Աստծուն ասեն գոհանում ենք Աստված ջան։ Չէ, երբ որ գոհանում ես, խնդիրներդ կամած քո կյանքից սկսում են բացակայել, որովհետև հասկանում են, որ կողմից խփում ես, գոնե փնթփնթաս, գոնե բողոք ուղարկես վերև, ավելի ես մոտիկ անում, ասում ես Հիսուս ջան, շնորհակալ եմ, Հիսուս ջան գոհանում եմ, եկել տենում ես անօգուտ ասել այդ արի թանկ ուրիշին։ Բաց են թողում գնում են խնդիրն հետ քեզանից։ Մեկ էլ մի գեղեցիկ որ տենում ես խնդիրները չկա։ Ամեն, երբ որ գալիս ես Տիրոջ առաջ գոհությունով արի։ Մենակ եկեղեցու մասին չի սիրելիս։ Երբ որ ով ծածուկ սենյակ ունի։ Մի քանի հոգի, սիրես սաղս պիտի ունենանք ծածուկ սենյակ, վստահ երկու ձեռդ էլ կարաս բարձրացնես։ Երբ որ մտնում ես ծածուկ սենյակ, ես միշտ ու հաճախ ասում եմ, ու իմ սիրած բանն է, մի ասա խնդրիդ մի անգամից Հիսուս ջան, էս ինչ ասա Տեր, նախ գոհանում եմ։ Ամեն առաջ գոհությունով սկսի։ Ամեն աղոթքդ, ամեն ինչդ, երբ որ անում ես գոհությունով, թող առաջինը քո բերած գոհություն լինի։ Ամեն գոհություն լինի, հետո տես ինչ հալած կարաքի պես է թալյա քո աղոթքը, պատասխաննել է ստանալու, մեր Հիսուսն էլ էր տենց անում։ Ինչ հրաշք պիտի լիներ, առաջուց գոհանում էր։ Կբացես Աստվածան չկարդաս, բայց այսօր մենք իրար հետ կարդալու ենք։ Սաղմոս 104 գլուխ 100 Սաղմոս 105 4-րդ խոսքից։ Մտեք նրա դռները գոհությունով, նրա սրահները փառաբանությունով, գոհացեք նրանից եւ օրհնեք նրա անունը։ Խնդրում եմ ինձ ասա, պայման դրել է, պայման չկար, չէ, որ Տերը քո հրաշքը կատարի, նոր դու գոհանաս։ Ասում եմ նախ եւ առաջ գոհացեք, չէ, նախ եւ առաջ գոհացեք, այ Աստված ջան, ինչի համար գոհանամ։ Անձրևին ոտով եկել եմ, սաղ շորես թրջվել է, պրիչոսկես թրջվել է, ես էլ եկել եմ, որ սիրուն Տեր, կարաս գոհանաս, որ ստեղ ես։ Թեկուզ թաց մազերով, կարաս գոհանաս մի հատ կարևոր բան, չունեցածիդ համար, այն որ ես 10 տարիա խնդրում ես Աստծուց, ու կապ չունի ինչա։ Ու կապ չունի ինչ է, 10 տարի Հիսուս ջան խնդրում եմ, էլի լավ էլի չես տենում, այն մեկը երկու օր խնդրեց ստացավ, ես ես 10 տարի ծոմել եմ, պահել եմ, կարաս ասես Հիսուս շնորհակալություն։ Կարաս ուղղակի ասես Տեր գոհանում եմ։ Մի ամիս էլ ասա գոհանում, լավ, 10 տարի աղոթել ես, ուզել ես պոկածելնես։ 10 լավ է, աղոթել, պայքարել, կռիվ անելը շատ լավ է, բայց կարաս այդքան որ արել ես, ասես լավ, հլարի մի ամիս էլ գոհանամ Աստծուց։ Բայց գիտես ոնց գոհանաս, չեղած եղածի պես։ Որ կարանաս գոհանաս հրաշքես ուզում ասես Հիսուս շնորհակալություն գոհանում եմ որ արդեն հրաշքս վերցրել եմ հələ մի ամիս գոհացի տնան ոնց չի տալու Աստված իհարկե ձևական չանես ձևական իմ ու քո մոտ որ դու իմ մոտ ձևական կարաս անես ես քո այսինքն մարդուն կարա խափի բայց մարդ այնտեղ չի կարա խափի դրա համար երբ որ գոհանում ես ասա Հիսուս անկեղծ ինչ ուզում ալի գոհանում եմ ես գիտես ինչի մեջ եմ ինձի բռնացրել ասենց անկեղծ էլի տնական խոսում ենք չէ հաց ուտելուց ով աղոթում Էլի մի քան Փառք Հիսուսին միշտ գոհացի հաց ուտելուց էլ ամեն անգամ կապ չունի ինչ ես ուտում ես ինձ բռնացրեցի երբ որ դաշերակ շատ եմ սիրում խորհուրդ չեմ տալի ոչ մեկը չուտեք ամիսը մի անգամ կարող ա ուտեմ գիտես դաշերակ ուտելուց էլ եմ նույն սրտով ասում Տեր գոհանում եմ այն ամենալավ կերակուր ուտելուց էլ եմ նույն սրտով ասում փորձել եմ զգացել եմ որ այնց չի որ խորոված եմ ուտում ես ջգյորով ասում այ Հիսուս ջան շնորհակալություն դաշերակ դե պետք է հասնենք տնան երկուսով Իրար հետ պետք է հասնենք նրան, որ մեր կյանքի этаպներում ինչ էլ գա մեր կյանքում, բացասական, դրական, ֆրանկ ասենք Հիսուս մեկա գոհանում եմ։ Ամեն, կարանք չի ասենք։ Երբ որ ասում ես գոհանում ես, գիտես, կներես, որ սենց եմ ասում, բայց դաշերակները հեռանում են քո կյանքից։ Երբ որ կարում ես շնորհակալություն հայտնես Աստծուց, գոհություն։ Գիտես, գոհացող մարդը ես այսպեսի մի բան ասեմ, հա, քո ու իմ գոհությունը Առաստված ստիպում է որ երկինքը հրաշք բերի քո կյանք։ Այ իմ ու քո գոհությունը, հələ աղոթքն էլ չեմ ասում, անկախ իրավիճակից ասում ես Հիսուս, մեկա գոհանում եմ քեզանից, ստիպում ես երկինքին։ Չուզել քո կյանքում հրաշք է բերելու։ Չուզել քո կյանքում հրաշք է բերելու, բայց չկա երկնքում որ չուզի, հա։ Ինքը երկինքը միշտ ուզում է որ ես ու դու լինենք օրհնված, հրաշքներով լցված, ամեն, այդտենց մենք Աստված ունենք։ Պրոստը Իմ ամենաշատ սիրած բառն եմ ասում, մեր եկեղեցին շատ լավ անգիր գիտի, բայց այս բերանը չենք տալիս փնթփնթալուն։ Փնթփնթալու համար այս բերանը չի, այս բերան գիտես ինչի համար է, Աստծուն գովերքելու, Աստծուն օրհնելու, գոհություն հայտնելու, ամեն, դրա համար էլ լեզվի վրա Աստված երկու հատ զամոկ է դրել։ Մի հատ ատամները, հետո շուրթերը։ Դրա համար
պինդ բայ հենց հանկարծ կա հոգսը գալի խեղդումը հասկացանք հոգսել կարա գա բայց այդ հոգսի մեջ կարաս ասես Հիսուս շնորհակալություն քեզ այդ հոգսի համար որ եկել է հաղթելու են որ վաղը ավելի ուժեղ են որովհետև վաղը չգիտես ինչ է գալու Աստված այսքան բանա բերե որ կռիվ անես կռիվ սովորես որովհետև վաղը մեծ բան է գալու հրյա ժողովուրդը մեզ օրինակ ասում է Եգիպտացիքին այն ժամանակվա ամենազորավոր ազգին Տերը հեռացրեց իրանց կյանքից, գիտես թողեց մի քանի հատ ամոր հացիներին, մի քանի ցեղերի թողեց, գիտես ինչի համար, པարզ գրած ասում է, որ հրյա ժողովուրդը կռվել սովորի։ Աստված ջան չէիր կարա իրանց հանեիր։ Իհարկե կարար։ Ամենակարող Աստված եթե Եգիպտացիքին հանեց հրյաների ճանապարհից, այն մի քանի փոքր երկիրները ժողովուրդները ինչ էին, Աստված թողմա որ ես ու դու կռվել սովորենք։ Դրա մեջ էլ ասենք գոհանում ենք։ Ոչ թե հրյաները այսօր մանանային ուտում, այստեղ փնփնթում էին Ստեղ միս էին ուտում, ստեղ փնփնթում էին ու տենց շատ հաճախ մենք էլ ենք այդ իրավիճակում հայտնվում։ Հիսուս ջան, ես ինչն ենք ուզում։ Տալիս է շնորհակալություն, երկու օր անցավ ուրիշ կարիքն է։ Հա դե չես տնում այս կարիքը, միանգամից սախտայր։ Հիմա կարաս գոհանաս։ Նախ այն տվածների համար ինչ որ արել է, գիտես ես շատ հաճախ գոհանում եմ մինչև այս վարքյանի համար, որ առավոտ արթնացել եմ, կարող եմ խոսամ, կարող եմ շնչեմ։ Դու էլ ես չէ գոհանում Աստծուց։ Գիտես քանի հազար մարդ ուղակի քնից չի հելում ամեն օր։ Չէ, գիտես, երբ ենք մենք ավելի գնահատում, ավելի լուրջ վերաբերվում Աստծո արածը մեր կյանքում, երբ որ, կներես, որ սենց եմ ասում, բայց երբ որ տենում ենք մեզանից ֆիզիկապես ինչ-որ մի բանով թույլ, իրավիճակով կամ դիրքով մի քիչ, ֆինանսապես մի քիչ ցածր, եւ ես մի անգամ հիշում եմ, մարդ եմ տեսել, որ չեմ հիշում, մատը թե ձեռը չկար, մի խոսքով իմ մատերը նենց գնահատեցի, ես նենց էի փառք տալի Աստծուն, բայց գիտես այդ ժամանակ չպետք է անես։ Այդ դու ամեն օր նայում ես, չէ՞, քո ձեռքերին, քո աչքերին, դու ամեն ինչ ունես։ Կարաս ամեն օր ասես Հիսուս, փառքես, որ քո պատկերով ստեղծված եմ։ Թե անպայման պետք է մեզանից մեկին տնանք, որ նոր հասկանանք Տերը մեր կյանքում ինչ արել։ Դες չենք գնահատում մարմնի հետ մնացած կյանքում ինչ բերում Աստված չենք գնահատում, բայց այն ուզածներ էգոիստի պես Հիսուս դե եփ էս տալի։ Հիսուս ասում է մի հատ այն տվածների համար ասա շնորհակալություն։ Ասա շնորհակալություն ստեղ է, բայց մինչև չասես այս մեջտեղի պատը չեն վերացնելու քո կյանքից։ Երբ որ ասում ես շնորհակալություն, մեկը տենում ես այդ պատը, որ երկաթից մտածում է իր երկաթից է, մեկը դառնում է թափանցիկ ազատ, այդում հասնում ես քո օրհնության, ուրախանում ես, ավելի ես գոհանում Աստծուց, ավելի ես փառք տալի իրան։ Ամեն Սիրելիս չմոռանաս գոհությունը քո ու իմ գոհությունը երկնքին դրդում է, որ իմ ու քո կյանքում հրաշքանի։ Ով գիտի, որ Աստված մեր ամեն կարիքի մասին տեղյակ է։ Գիտես շատ հաճախ պետք էլ չի, որ այդ Աստծուն ինչի համար եմ ասում պետք չի, ինչ ճիշտ չհասկանաս, չմտածես, ասես եղբայր եկել ասել, այլ պետք չի աղոթե մեկ Աստված գիտի։ Դրա մասին չի։ Աստված մինչև Աստվածաշունչն ասում, մինչև մեր իր մոտ գալը, որ պիտի խնդրենք օրինակ Հիսուս ջան, գլուխս ցավում է, այս 5 ամիս է, ինչ կլինի, էլի վերացրել, չեմ ուզում դեղ խմեմ։ Մինչև որ դու պիտի դա ասես, Աստված գիտի, որ քո գլուխը ցավում է ու դրա համար ես աղոթելու, բայց շատ հաճախ ուզում է քեզանից լսի, բայց որ գնում ես, մի անգամից մի ասա, Հիսուս ջան, գլուխս ցավում է, երբ ես բուժելու։ Ասա Հիսուս ջան, շնորհակալ եմ բժշկված գլխի համար։ Հիսուս փառք եմ տալի ու գոհանում եմ բժշկված գլխի համար։ Մի ամիս ասա, էլի դժվար է։ Այդ ցավալու ժամանակ ավելի շատ ասա։ Ավելի շատ ասա, տես վերջի օրը տնալու ես մեկ էլ չկա։ Տես Ֆիլիպեցիս ինչ ասում։ Ֆիլիպեցիս 4-րդ գլուխ 6-ից 7-րդ խոսքերը։ Ասում է ոչինչ հոգս մի անեք։ Այլ ամեն բանում աղոթքով եւ աղաչանքով, բայց հետը կպցրած գոհությունով։ Տես խենք աղաչանք ինչ պետք է անենք, հո չենք աղաչելու ասենք Հիսուս շնորհակալություն քեզ։ Աղաչում ենք խնդրի համար, չէ, ինչ որ բանից ազատի, մի հատ հիվանդություն է, մի հատ ընտանիքի չապաշխարած մարդն է, մի հատ ֆինանսական իրավիճակ է, մի հատ ընտանեկան հարաբերություններ է։ Հիսուս ջան, աղաչում ենք, աղոթքով աղաչում ենք, հետո ասում է գոհությունով, ինչի համար։ Այդ իրավիճակիդ համար։ Ես չեմ ասում, Աստվածաշունչն ասում է աղոթքով, աղաչանքով ու գոհությունով թող ձեր խնդրվածքները հայտնի լինեն Աստծուն, եւ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանե ձեր սրտերն ու մտքերը Հիսուս Քրիստոսում։ Ամեն։ Ես ասում եմ աղոթք անելուց, պարզ գրած է։ Աղոթք անելուց երկինքն է մեզ դրդում, ասում է ինչ կլինի, բանալին գոհության մեջ է։ Ես լսում եմ քո աղաղակը, ես տենում եմ քո ցավը, ես տենում եմ քո վատ իրավիճակը, ես տենում եմ քո ցանկությունները, քո նպատակները, ես ուզում եմ քեզ օգնեմ, բանալին գոհություն։ Ասում է գոհացեք։ Դες մեր Հիսուս այնքան է դուրս գալի, ինչը լնում ասում է հայր գոհանում եմ, ու հաջորդ րոպեին հրաշքը լնում է։ Հաջորդ րոպեին։ Ֆորման նորից մի քիչ գնում է հայր գոհանում եմ։ Հələ տես Հիսուս ուրիշ տեղ ինչ անում, սաղ տեղ գոհանում է։
Գիտես չէ Աստվածաշունչ Հիսուսի պատմությունը գիտես չէ։ Ինչը լնում ասում հայր գոհանում եմ։ Գոհանալուց հետո հրաշքը լնում է։ Գիտես, եթե Հիսուսը գոհանում է, մենք ո՞նց կարանք չգոհանանք։ Մենք ո՞նց կարանք չգոհանանք։ Մի հատ ավելի կարևոր բան ասեմ, մենք ինչ իրավունք ունենք չգոհանալ Աստծուց, որ այսքան բան արե մեր կյանքում։ Էգոիստությունը դիր մի կողմ։ Այդ մեզի խանգարում է Աստծուց։ Մենք հենց հիմա ենք ուզում։ Տեր ջան, հենց հիմա դուր, չէ, բալես, դու մի քիչ պիտի սպասես։ Փառք Տիրոջը, գնանք առաջ։ Ես մի պատմություն եմ ինքս վերցրել, երբ որ գիտես, ես ու դու աղոթք ենք անում, աղոթում ենք Հիսուս ջան, խնդրում եմ բժշկությանս համար։ Կա մարդ, որ բժշկության կարիք ունի։ Ես օրինակ ունեմ, ու ամեն անգամ գոհանում եմ Աստծուց, որ այդ խնդիրը կա, անկեղծ եմ ասում։ Երբեք մի անգամ չի եղել, ասեմ Աստված ջան, դե խի է էլի այդ ցավը։ Չես կարա հանես։ Մի երկու անգամ եղել, ասել եմ ինչ կլինի, բժշկի էլի, բայց մնացած սաղարումով ասում Հիսուս շնորհակալություն։ Ասում շնորհակալություն։ Երբ կբժշկի ինքը գիտի, ես հիմա եմ ուզում, բայց գիտեմ ինքը ճիշտ է, ինքը ամեն ժամանակների, ամեն իրավիճակների Տեր Աստված է, ու ինքը գիտի երբ է ինձ պետք, հա? Համաձայն ես, չէ՞։ Գիտես, ես հիմա եմ ուզում, ինձի խանգարում է։ Ու մեջքից ցավն է։ Ես ասում Տեր հիմա ինչ կլինի, բայց չի բժշկվում։ Մի հատ բան եմ վերցրել իմ կյանքում, իմ Աստված, որը որ նաև քո Աստված է, միշտ ուշադիր ես, մեր կյանքի ամեն իրավիճակներում, ամեն բնագավառում ինքը 100% ճիշտ է։ Էդի միշտ ունեցի, երբ որ ունում ես հեշտ ես ապրում։ Երբ որ մտածում ես Տեր, մեջքս ցավում է, դու ճիշտ ես, ես գոհանում եմ։ Ընտանիքս խնդիր կա, դու ճիշտ ես, ես գոհանում եմ։ Ու կլուծվի։ Ու տենց ամեն ինչը, երբ որ բերում ես, դնում ես այնտեղ, որ Աստված 100% ճիշտ է քո կյանքում, քո կյանքի բոլոր իրավիճակներում, հեշտ է Աստծուց գոհանալը։ Համաձայն ես թե չէ։ Հեշտ է Աստծուց, դրանից հետո ինչ ուզես Աստծուն։ Գիտես, գալիս ես, ասում ես Հիսուս ջան, խնդրում եմ, բժշկություն եմ ուզում։ Տերի մարգա, գոհանում եմ քեզանից, հենց հիմա ես հավատում եմ, որ բժշկությունս կստացվի։ Ռեշտակներ ուրախացած բժշկությունը գցումուսին գալիս է։ Հելնում գալիս են, դու մի օր անցնում, ասում ես Տեր շնորհակալ եմ, ես հավատքով վերցել եմ, որ պիտի բժշկվեմ։ 5 օր անցնում, ասում ես Տեր շնորհակալ եմ, գոհանում եմ քեզանից, որ արդեն բժշկված եմ։ Ռեշտակը վազում է դեպի քեզ, պատկերավոր եմ պատմում։ Ռեշտակը վազում է, մի ամիս է անցել, արդեն զարյատկետ նստել է, Հիսուս ջան, մոռացել ես։ Ախր այդքան խնդրեցի, չէ՞։ Ռեշտակը կայնում են զարմացած նայում, արդեն հասել եմ դրանդ մոտ, ուր ես հիասթափում։ Լսի, մենք մինչև չենք ստանում երկնքից պատասխան, ու անպայման չի մենակ հա լինի։ Չպետք է փնփնտոս դուրս գա։ Պետք է չփնփնտանք, պետք է միշտ գոհանանք մինչև վերջի վայրկյանը, որովհետև դու չգիտես երբ կստանաս օրհնությունը, չգիտես երբ կստանաս Աստծուց պատասխանը, հրաշքը, օրհնությունը, համաձայն ես, չէ՞։ Դու չգիտես դրա համար այն վերջինը, որ հանկարծ ուզում ես փնփնտաս, այդ վաղ երկու անգամ ավել շնորհակալություն հայտնի, մեկ է տենվես մի րոպե ստանում ես։ Ամեն դրա համար երբեք թույլ չտաս։ Ասեմ ավելին, երբ որ սրտումդ փնփնթոց է առաջանում, սիրելի քուրս ու աղբերս, ուրեմն հրաշքդ շատ մոտիկ է, երկու անգամ ավել Աստծուց գոհություն հայտնի։ Երկու անգամ ասի, ինչքան էլ դժվար լինի։ Գիտեմ, որ շատ բաներ կա, որ մեր կյանքում դժվարությամբ լինում, դժվարությամբ ստացվում, բայց այդ դժվարության մեջ էլ Հիսուս շնորհակալ ենք քեզ, գոհանում ենք քեզ։ Ամեն գաղտնիքը դրա մեջ է։ Կողոցացիս առաջի գլուխ 12-րդ խոսքը։ Եվ գոհություն տանք Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին։ Լույսումը։ Մի հատ քեզ կարևոր բան եմ ուզում հարցնեմ։ Դու շնորհակալություն հայտնել ես, որ 8 միլիարդից դու հատուկ ընտրված ես այստեղ Տիրոջ լույսի մեջ նստել ես։ Ասել ես Տեր, գոհանում եմ, որ դու ինձ իմ անունով կանչել ես, ասել ես Սիմոն, դու իմ տան ներկայացուցիչը պետք է լինես այս երկրի վրա։ Գոհացել ես, ասում է գոհություն տանք Աստծուն։ Լսի, մենակ դրա համար արժի ամբողջ կյանքը գոհություն տալ Աստծուն։ Մենակ նրա համար, որ մենք հենց հիմա այստեղ ենք։ Մենակ նրա համար, որ իր արյունը մեզի պաշտպանում է, մաքրում է ու ընդունել ենք այդ արյունը։ Ամեն։ Համաձայն ես, չէ՞։ Փառք Հիսուսին։ Եղբայր, ինչի համար գոհանամ։ Հիմա ես ասեմ քեզ, մի քիչ եմ գրել, բայց հավատում եմ, որ դուք ավելացնես։ Գոհացի ընտանիքիդ համար, սիրելիս։ Չեմ ասում ինձ ձևի ընտանիքիդ, չեմ ասում ընտանիքիդ խնդիրների համար, ասում գոհացի ընտանիքիցդ։ Մեր կարծեմ, եթե բառեր շփոթեմ, ընդհանուր իմաստը ճիշտ կպատմեմ, մեր Հովիվ Գորն էր պատմում, Մեխակյանը, ասում է մի հատ քույրիկ յուղերը որորտում էին, մի հատ քույրիկ գնում է, իր ամուսինը խմում էր, թե ինչ իրամ, երկար տարիներ, ասում է գնում է պարկած քնածալում թե ինչ յուղում է ու Աստծոս գիտես ինչ ասում, չի ասում ազատագրի եւ այլ, ասում է շնորհակալություն այս հովիվի թե ծառայողի համար։ Մի անգամից գոհանում է 30 տարի որ հույս չունի է,
Մի անգամից գոհանում այդ մարդը հաջորդ օրից սկսում է զզվել այն խնդրից, որ այդքան տարի մնացել էր մեջը։ Լսի մի հատ պուճուր գոհություն, մի հատ պուճուր գոհություն, այդ մի հատ կնոջ հավատքով գոհությունը փոխեց։ Դրա համար գոհացի ընտանիքից։ Մնացածը բան չեմ ասում։ Գոհացի այն ինչը որ քեզ խանգարում է անգամ ընտանիքիդ մեջ, ուզում ես որ լավը լինի, էդի լավ եղած տես արդեն, հա? Արդեն լավ եղած տես ու այտենց գոհացի, երբ որ աչքերով ֆիզիկական նայում ես, որ ընտանիքի անդամները սաղ չափաշխարած են, բացի քեզնից ու նենց ես երազում, որտեվ եկեղեցի ես գալի տենում ես սաղ ընտանիքներով են եկել, բացի քեզնից, ասա Հիսուս գոհանում եմ, որ ես կողքից 5 աթոռնել վաղի իմ ընտանիքն անստելու։ Կարաս մի տարի կարաս դրա համար գոհանաս, ու այդ ես շատ եմ ասում։ Հələ դու մի ամիս փորձի, բայց հավատքով փորձի։ Սիրելիս գոհացի երեխաներիդ համար։ Գոհացի երեխաներիդ համար։ Ես իմ աղջիկը տարուկես կանա, Աստծո հրաշքն է, իրոք հրաշքով ա եղել, չեմ պատմի, Տիրոջ հրաշքն ա եղել էլի գոհանալու համար։ Գիտես, ամեն օր չեմ չափազանցնում անկեղծ։ Ամեն օր մենք Տիրոջի շնորհակալություն ենք հայտնում այդ երեխու համար։ Ամեն օր։ Ու գիտես, շատ երեխա ես տենում, մեկը ակտիվ է, մեկը պասիվ է, մեկը մյուս, ամեն օր ասում եմ շնորհակալություն ու Հիսուսի անունով հռչակումներ եմ անում։ Ամեն օր երեխեքիդ համար էլ ասա Հիսուս շնորհակալություն ու հռչակումներ արա։ Հիսուսի անունով հռչակումներ արա։ Ես օրինակ sense եմ ասում Հիսուս դու տվել ես, ես քեզ եմ տալի։ Ամենագլխավոր հռչակումը։ Ամենագլխավոր հռչակումը։ Երրորդը կողակցիդ համար կարող ես շնորհակալություն հայտնես։ Քո կողակից աշխարհի ամենալավն է, որովհետև դու ես ընտրել։ Ու ոչ մեկ մեղավոր չի։ Ասա Հիսուս շնորհակալություն ու մի հատ լավ կերպար։ Քո ստեղ ու ստեղ իրան տես, ոնց ես ուզում դու տենաս, ոչ թե քո հարմար, այլ Աստծուն հարմար, ու սկսի Աստծուց դրա համար գոհանալ։ Ամեն, սկսի գոհանալ, սկսի կողակիցիդ համար գոհանալ, սկսի ծնողներիդ համար գոհանալ, սիրելիս։ Սկսի ծնողներիդ համար գոհանալ, առավել ևս երիտասարդները։ Երիտասարդները շատ հաճախ մտածում են մեր ծնողները արդեն այդքան էլ չեն հասկանում, մանավանդ որ այդ սոցսայտերից չեն հասկանում, առավել ևս դուք հին մարդիկ ու սկսում են, գիտես, դրա մեջ մի քիչ հարգանքը թուլանում է, գոհացի ծնողներից հետ։ Ու կապ չունի տարիքը, ես ուղղակի երիտասարդներին ասի, որովհետև սիրելի երիտասարդներ, թեմայից դուրս, ինչքան կարաք այդ սայտերից հեռու մնացեք, իր այդ ընկերություն արեք։ Իր մեջ ավելի լավ դրուզյաներ կա, ասեմ ավելին հավատարիմ դրուզյաներ կան, իրանք էլ են ձեզ կարում լայք տան, իրանք էլ են կարում ձեր անվան տակ կոմենտ գրեն, չգիտեմ, ձեր արարքների տակ, դրա համար ինչքան կարաս էս իմ խորհուրդն է, հեռու մնա։ Ծնողների համար գոհացի նրա համար, որ ամեն օր ունես հաց, ջուր, ուտել խմելու։ Տես ես չեմ ասում ինչ, ասում եմ հաց ու ջուր ունես խմելու։ Գոհացի ամեն օր նրա համար, որ դու շնչում ես։ Գոհացի նրա համար, որ դու ամեն օր շնչում ես, քո ընտանիքի անդամները շնչում է։ Տես ինչքան կա գոհանալու։ Հիմա որ ես թվարկեմ, դու էլ մի քանի բան դուք ավելացնես, չէ՞։ Գոհացի առողջության համար, եթե անգամ կիսա տա։ Գոհացի առողջության համար, ասա փառքես Հիսուս ջան, որ առողջ եմ, թեկուզ եւ առողջության մեջ խնդիր կա։ Վերանալու է, սիրելիս։ Վերանալու, ուզում ես քեզ մի հատ գաղտնիք ասեմ։ Ես չգիտեմ ոնց ալնում, բայց ինչքան շատ եմ գոհանում, անկեղծ եմ ասում։ Ցավը կորմա, մի ամիս կա, մի ամիս չկա։ Այն մի ամիսը երևի թողածանար համար, որ գոհությունը մի քիչ է բարձրանում Աստծուն։ Լսի, միշտ գոհացի, եթե կարող է 5 ժամ դնես աղոթես, ոչ իման կյանքումդ չփոխվի։ Եթե ասես Հիսուս, մեկա գոհանում եմ քեզանից, մեկը տենաս օրհնված հել լես սենյակիցդ։ Հավատում ես, չէ՞։ Ամեն։ Հովհաննես 11-րդ գլուխ 41-րդ խոսքից։ Ուրեմն Հիսուսը Զաքեյնով գիտի, Զաքեոսին։ Մեր մահացած հարություն առած եղբոր։ Ուրեմն Հիսուսը ինչ անում։ Գնում է, գալիս ասում են Հիսուս Զաքեոսը Հիսուսը Զաքեոսին սիրում էր, ասում են մահացել է, ինչ կլինի։ Ղազարոս, շնորհակալություն շատ։ Ղազարոսին ասում է, լսի, Ղազարոսը մահացել է, այլ Հիսուս ջան, ինչ կլինի, կգաս օգնես։ Ասում է ոնց չեմ գա։ Երկար չպատմեմ, ասում է Հիսուսը գիտես ինչ լավ բառ ասում, ասում է ննջել է մեր եղբայրը, ասում է եկեք գնանք տենանք։ Ու գնում է Հիսուսը 41-րդ խոսքից ասում է եւ քարը վեր առան, ուր որ մեռելը դրված էր։ Հիսուսն էլ իր աչքերը, տես Հիսուսը, օրինակա թողում ես։ Հիսուսը իր աչքերը դեպի վեր բարձրացրեց եւ ասեց. Հայր, գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր։ Եվ ես գիտեի, որ միշտ լսում ես, բայց այս շրջակա ժողովրդի համար ասեցի, որ հավատան, թե դու ուղարկեցիր ինձ, եւ այս ասելով մեծ ձայնով աղաղակեց. Ղազարոս, դուրս եկ, եւ մեռելը դուրս եկավ, ոտները եւ ձեռքերը պատոնով կապված, եւ երեսը վարշամակով պատված։ Հիսուսը նրան ասեց. արձակեցեք դրան, թողեք գնա։
Մի հատ կարևոր բան։ Հիսուսը հրաշքանելուց առաջ ինչ արեց, ասեց հայր, գոհանում եմ, չէ՞։ Հետո գիտես ինչն է ամենակարևոր, ես նայում եմ Հիսուսի կյանքում, ինքը Ղազարոսին մեռած չէր նայում։ Համաձայն ես, ինքը չէր սպասում, որ գերեզմանից պիտի մեռած Ղազարոսը դուրս գա։ Ինքը գոհանում էր Աստծուց, ինչի համար, կենթանի համար, կենթանի մարդու համար, ոչ թե մեռած։ Տես ինչ գաղտնիք, ասում է, հայր, գոհանում եմ, ու ֆռում ասում է Ղազարոս դուրս արի։ Գիտես ինչ եմ ուզում քեզ ասեմ, քո մահացած երազանքները, սիրելիս, քո թաղած ծրագրերը, քո, չգիտեմ, հիվանդությունները, ինչը որ մտածում ես արդեն մեռած է, որ մտածում ես բժիշկներն են ասել, որ չի կարելի, որ կողակիցներդ են ասել քո կյանքում չի լինի, կողքիդ մարդիկ, Հիսուսը ասում է, լսի, ասա հայր, գոհանում եմ ու տես կենթանի։ Ու տես կենթանի, կապ չունի ինչա։ Կապ չունի քանի տարի անց է Հիսուսը 4 օր մեռելը, երկրորդ օրվանից հետո իր տեսքը փոխում է, կաշին մյուսը շատ մանրամասը չպատում, զզվելի տեսք է ունենում։ Գիտես, այտենց մարդ չհելավ գերեզմանից։ Թարմ Ղազարոս ելավ պրոստը պատված։ Լսի, Հիսուսը երբ որ քո կյանքում խոսում է, քո կյանքի այն ամենաթառամած, այն ամենանեխած կներես, որ sense ասում, բորբոսված երազանքներ, ցանկություններ, ընտանեկան այդ ուրախություններ, խաղություններ նորովի է բերելու ինձ ու քեզ։ Մենակ ինձ ու քեզ պետքա տենալ էդի։ Ֆիզիկական աչքերով չի երևում։ Ասեմ ավելին, շատ հաճախ մեր իրավիճակներին պետք չի ֆիզիկական աչքերով նայել, որովհետև իրանք մեզ վախեցնում են։ Ամեն ամեն անգամ գոհացի Աստծուց։ Երբ որ գոհանում ես, հրաշքը հաջորդ վարքյանին կայնացա։ Հիսուս ասում է հայր, գոհանում եմ, ու ֆռում ասում է Ղազարոսը լհել։ Մենք էլ կարանք, եթե մեր ծածուկ սենյակում ասենք Հիսուս, գոհանում եմ, այս ինչ չքվի իմ կյանքից։ Հիսուս գոհանում եմ, թող ազատագրում կա իմ կյանքում։ Հիսուս գոհանում եմ, թող բժշկություն կա իմ կյանքում։ Ամեն, թող ամեն կապվածությունը քանդվի։ Հոբ երկրորդ գլուխ։ Հոբին գիտեք, չէ՞։ Հարուստ մարդ էր, արդար մարդ էր, սուրբ մարդ էր։ Շատ հաճախ մեր հայրի ամենասիրած արտահայտությունը, բայ եթե Աստված կա, ես մաքուր էի ապրում, խես խնդիր եկավ, չէ՞, մեր հայրը տենց են, չէ՞, մանավանդ որ մի երկու անգամ էլ ինչ որ լավ բան ունեն արած։ Գիտես, կատարյալ արդար մարդ էր, Աստվածաշունչն է ասում, մենք չենք ասում։ Իր կյանքում իմացակ 7 տղաներն ու 3 աղջիկները մահացան։ Ունեցվածքը կորցրեց, հիվանդություն էլ եկավ իր կյանքի վրա։ Ու ես ուզում եմ կարդամ տես մեր Հոբի թանկագին կինը ինչ է խորհուրդ տալի իրան, ասում է եւ նրա կինը ասեց նրան. դեռ բռնել ես քո կատարելությունը, հայհոյ իր Աստծուն եւ մեռիր։ Եվ նա նրան ասեց. հիմար կանանց մեկի պես ես խոսում։ Ուրեմն միայն բարիքը ընդունենք Աստվածանից եւ չարիքը չընդունենք։ Այս ամենի մեջ Հոբը չմեղանչեց, ես Հիսուս բառ ուզում եմ փոխեմ, չփնփնթաց իր սրտում, իր շուրթերով, իր մտքում, չփնփնթաց, թեկուզ եւ աշխարհի ամենադժվար, ամենածանր խնդրի մեջ էր եկել։ Եվ հիվանդություններ անբուժելի, եւ երեխեքին ուսախ մի օրում, թե մեր կյանքում մի հատ լնում է, գալի հասնում է, խնդրում ենք, աղաչում ենք, Տերը ազատում է, մեկ էլ հաջորդ օրն ենք, մի 3 ամիս հետո ենք ընկնում, մարդու կյանքում մի օրում եկավ։ Ոչ մի մարդ դրա մեջով չի անցել։ Մի օրում, գիտես ինչ ամ նստել ասում է Հիսուս, Աստված։ Ես իր բառերն եմ ասում, տենց գրած չի, բայց ասում է մեկ է, այս հիվանդության մեջ էլ դու ճիշտ ես։ Ու ես քո դեմ չեմ բողոքելու։ Լսի, բողոքը, փնփնթոցը բունտա երկնքին, դեպի երկինք։ Իսկ Աստված բունտավչիկներին ներողություն ես բարիս համար, այս են ցանում։ Ասում է, ես քեզ չեմ ճանաչում։ Իսկ գոհացողներին ասում է, լարի բալես։ Հոբը ասում է, լսի, կին, ասում է, այսքան ժամանակ ինչ ունեինք Աստվածա տվել։ Ասում է, բարիքը, ախր Աստված էլ չի եկել իր երեխեքին սպանել, է։ Աստծո թույլատվությամբ ա եղել այդ ամեն ինչը, բայց Հոբին էդի անցնել էր պետք։ Հոբը ասում է, լսի, մեկա տառ անգամ դուրս չի գալու։ Դրա մեջ էլ ասել եմ Հիսուս շնորհակալություն։ Պատմությունը նայում ես մի քանի գլուխ հետո կրկնակի օրհնություններ էլ լում։ Ինչ որ ուներ կրկնապատում Աստված։ Իմը քո կյանքում էլ կարա կրկնապատի։ Խես մտածում ինչ գրած ա եղել Աստվածանչի հերոսների մասին, մեկ էլ տենց բեմից խոսացողների համար, առաջի շարքի համար, հենց քո համար է։ Հենց քո համար է Աստված։ Այն Աստված, այն Հիսուսի մասին, որ խոսում ենք, հենց քո համար է։ Իմ Հիսուսը իմ համար է, քո Հիսուսն էլ քո համար է։ Այ գնատունդ ասա Հիսուս, ես գոհանում եմ ու հենց իմ Հիսուսին եմ ման գալի։ Թող Հիսուսը գա քո կյանքում հրաշքանի, որ դու էլ հաջորդ օրը ավելի գոհանաս իրանից, ոչ թե ինչ որ մեկի պատմած Հիսուսից, այլ հենց քո անձնական Հիսուսից։ Ամեն։ Գիտես, երբ որ գոհանում ես քո Հիսուսից, քո Հիսուսը քո կյանքում հրաշք է անում, արդեն ոչ թե ուրիշի վկայությունով ուրախանում ես, այլ քո վկայությունով ուրիշին ես ուրախացնում։ Ու դրդում ես, որ դա վազի իր ծածուկ սենյակ։ Ես կխնդրեմ, որ նվագեք։
Վերջի տեղն եմ ուզում կարդամ։ Ղուկաս 17-րդ գլուխ 15-ից 17-րդ խոսքերը։ Եվ նրանցից մեկը, երբ որ տեսավ, թե բժշկվեցավ, ետ դարավ բարձր ձայնով փառավորում էր Աստծուն, եւ իր երեսի վրա ընկավ նրա ոտքերի առաջին եւ գոհանում էր նրանից։ Եվ ինքը սամարյացի էր։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. չէ՞ որ 10 էլ սրբվեցան, ապա 9 ուր են։ Գիտես որ պատմության մասին է խոսում։ Հիսուսը քաղաքով գնում է 10 բորոդ գալիս են, հերվից տենում են, ասում են Հիսուս, խնդրում ենք, աղաչում ենք, բժշկի։ Հիսուսը ֆորմ ասում է, լսեք, գնացեք ձեզ քահանաներին ցույց տվեք։ Մի խոսքով բժշկված եք, գնացեք ցույց տվեք, միջև հասնեք քահանային բժշկվելու եք։ Այս տղեկը որ ճանապարհին քայլում են, մեկ էլ նայում են վրները, վայ, մենք բժշկվեցանք։ Մի քանի րոպե հետո, մի ժամ հետո, լավ, 5 րոպե հետո 9 կներես, չի ֆայմում մի հատ ֆրա, գոնե իր սրտում ասի Հիսուս շնորհակալություն, չի ֆայմում անգամ։ Մենք էլ ենք շատ հաճախ կներես, որ սենց եմ ասում, բայց շատ հաճախ բաներ ալնում մեր կյանքում ստացվում, ասում ենք, հա դե տենց էլ պիտի լինի։ Մի հատ չենք կարող, մենք մեր չոքենք սենյակ, մի 10 րոպե ոչ թե ասենք Հիսուս ջան, ասենք մենակ գոհանում եմ, Հիսուս գոհանում եմ, մենակ մեկը, 10-ից մեկը հետ եկավ ընկավ Հիսուսի ոտերի մոտ, ասեց Հիսուս շնորհակալ եմ, գոհանում եմ քեզանից։ Գիտես ինչի համար, որ իրոք գնահատեց ինչ արի Հիսուս իր կյանքում։ Իսկ այն 9-ի կյանքում ոչ թե իրանք սրբված են մնացին, չէ։ Իրանց հիվանդությունը վերադարձավ իրանց։ Դրա համար գոհությունդ ոչ միայն քո կյանքում հրաշք է բերում, այլ ապահովում այն հրաշքը, որ կա քո կյանքում գործի մինչև քո կյանքի վերջը։ Ամեն։ Քո բժշկության համար ես ուզում գոհանաս։ Հիսուս գոհանում եմ իմ բժշկության համար։ Հրաշքդ վերցնում ես, այլ հիվանդությունդ քեզ հետ չի գալու, երբ որ մինչև կյանքիդ վերջ ասում ես Տեր գոհանում եմ։ Գիտես քանի մարդ գիտեմ, սիրելիս, եկել են եկեղեցի դեռ Մոսկվայում։ Բժշկություն են խնդրել, բժշկվել են եկեղեցում, հաջորդ օրը եկեղեցում չեն եղել։ Տարիներ կամ ամիսներ հետո ավելի վատ վիճակում նորից հետ են եկել։ Լսի, Աստված որ մի հատ տալիս է, որ մի հատ քո ընտանիք է տալի, երեխա է տալի, հիվանդությունից ազատում է, կախվածությունից ազատում է, հրաշք անում քո կյանքում, գործերը դա դասավորում, լսի, ոչ մեկին շնորհակալ չես, մենակ իրան։ Մենակ իրան։ Գնում ես սենյակ, ասում ես Հիսուս գոհանում եմ քեզանից։ Տես, լավ է, չէ՞ լավ բան անելու ժամանակ գոհանալ։ Այն ամենադժվար ժամանակ էլ պիտի հոբի պես մեր սենյակում ունենանք, նստել մոխրի մեջ, մոխիրով իր վերքերն ներքորում, ասում էր Հիսուս շնորհակալ եմ, Աստված ջան շնորհակալ եմ։ Այ որ ինչքան էլ դժվար է սա։ Ինչքան էլ դժվար ունեն, մի հատ բառ կա է հայկական ասացված կա, դանակը ոսկորին է հասե, լսի, թող բողոք ու փնթփնթոց դուրս չգա վերև։ Գնա սենյակդ ասա Հիսուս շնորհակալություն, կապ չունի ինչքան ցավոտ է հենց հիմա ինձի, ես ուզում եմ ասեմ Հիսուս շնորհակալություն, որ այս ցավի մեջ դեռ շունչ ունեմ, ուղիղս աշխատում եմ, որ ասեմ Հիսուս, քեզ շնորհակալ եմ։ Գնա ասա, երկու անգամ ասա, երրորդ անգամ տենալու ես դանակը կամած ոսկորից հեռանում է։ Գոհությունը, սիրելիս, բացում է երկնքի օրհնությունները իմ քո կյանքում։ Ամեն։ Եվ վերջապես, սիրելիս, Փառք Հիսուսին։ Եվ վերջապես ես շատ ման եմ եկել Աստվածանչից շատ եմ նայել, մենակ ես ճարել եմ 350 անգամից ավել, որ Աստվածանչը գոհության մասին է խոսում։ Երևի որ դու մանգաս ավելի շատ կճարես, սիրելիս, ամեն օրվա համար կա գոհության խոսք։ Պատկերացրա, ամեն ոնց որ կա 365-ից ավել մի վախեցիր, այնց էլ կա գոհություն։ Լսի, ամեն օր, այսինքն ի՞նչ է նշանակում, մենք պիտի ասենք Հիսուս գոհանում ենք։ Այ առավոտ որ արթնանում ենք, սուրճի բաժակ, հեռախոս, մյուսը վազում ենք, շտապում ենք, մի րոպե հենց աշկերտ բացում ես, վայ Հիսուս, գոհանում եմ, որ այսօր աշկերտս բացել եմ։ Կապ չունի մի աշկերտ ես հələ բացել թե չէ։ Ասա Հիսուս, գոհանում եմ, որ այսօր հնարավորություն ունեմ ասելու քեզ գոհանում եմ։ Լսի գոհությունը ինձ մեծ զենք է, լուրջ եմ ասում։ Գոհությունով թեթև ես ապրում։ Իրոք որ իրավիճակ է գալի քո կյանքում, ու գիտես է մարդկային չես կարալու անցնես։ Ախր մարդկային ինչքան ուզում ես գնախփի պատա։ Ինչ ուզում ես արա, բայց երբ որ սկսում ես գոհանալ, մեկը դեն մեզ այդ պատը քանդում է, կամած Երիքովի պատին պես քանդում է, մատդ մատին չես տալի, մենակ սրտիցդ ասում ես Հիսուս ջան, գոհանում եմ քեզանից, վերջ, ուրիշ տարբերակ չկա։ Հենց գոհանում ես, մեկը դեն մեզ կամած քանդում է։ Պրոստը կարող է մի օր տևի, կարող է մի շաբաթ տևի, կարող է մի ամիս։ Ես չգիտեմ քո կյանքում քո գոհությունը երբ դուր կբացի քո կյանքում։ Մի հատ բան գիտեմ, որ մինչև վերջ հավատարիմ կան։ Ու որ ուզում ես մի հատ էլ գաղտնիք ասեմ, որ շատ շուտ ստանաս գոհությունը Աստծուց, հա, իր այդ ընկերություն շատ արա։ Իր այդ ընկերություն շատ արա, որ շատ ես անում, գիտես, վստահաբար ես գոհանում, ոչ թե ձևական ասում ես մի ամիս գոհանամ, սրտանց ես գոհանում, բայց կարող է օգնի թե չէ, բայց որ հետ ընկերություն ես անում, գիտես, որ 100% օգնող է, 100 չէ, միլիոն տոկոս օգնող է, այ որ մի հատ այն ամենապուճուրիդ մեջ դու գոհանում ես, ինքը քեզ օգնում է, ասում ես, որ ստեղ հավատարիմ էր, վաղը այսքանն է ինձ պետք է լինելու, ունդեղ էլ է հավատարիմ մնելու, եթե հավատարիմ է, ուրեմն մինչև վերջը հավատարիմ, բայց մեր Աստված հավատարիմ է, ինքը ամոթով թողող Աստված չի։
Ամեն, դրա համար արի մեր սրտի մեջ, մեն սրտի սենյակներից մեկի անունը, որ կոչվում է գոհություն, որ կիսա դատարկա, գուցե ինչ որ մեկին արդեն 100% լցված է, եթե տեղ կա դեռ գոհություն լցնելու արի լցնենք։ Ու երբ որ գնում ես առաջին Աստծո առաջ, խնդիրներդ մի բացի Տիրոջ առաջ այդ գոհությանդ սրտից սենյակը բացի ասա Հիսուս ամեն ինչի համար գոհանում եմ։ Այն դատարկ սենյակները Տերը լցնելու է ժամանակին, բայց որ դատարկ սենյակներն ես բերում ասում ես Տեր, չես տնում ինչ կարիք են, ասում է բալես տենում եմ, բայց սխալ ես մոտեցել։ Սխալ ես մոտեցել, դրա համար չեմ լսում, մի քիչ բարձր ասա։ Ինչքան ուզում ես բարձր ասա, չի լսելու։ Գնում ես առաջինը գոհության սրտիկդ բացում ես, հավատք ասում ես պապ ջան, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, կապ չունի ինչ է իմ կյանքում։ Ընդհանրապես կապ չունի, այտենց հեշտ ես ապրում, այտենց թեթև ես ապրում։ Այտենց թեթև ու այտենց շուտ պատասխանում ես։ Ամեն։ Դրա համար արի ամեն օր գոհացող լինենք Աստծուց։ Համաձայն ես։ Ամեն, խնդրելու եմ, որ ոտքի կանգնես։ Գիտես, կհամարեմ խոսքս շատ օրհնված, երբ որ իմանամ քո կյանքում գոհությունով այսքան բան ես կարողացել փոխել։ Ինձ պետք չի իմանալ, դու իմանաս քո գոհությունով քո կյանքում բան է փոխվել, արդեն փառք Հիսուսը։ Ինչի եմ ասում, կիրակի օրերը ավելի դժվար է եկեղեցի գալը, որովհետև ամբողջ շաբաթ ամեն ինչի ժամանակ ունես։ Հենց գալիս է եկեղեցին շուրջ բոլորդ, ընտանիքիդ անդամներից սկսած, ընկերներից, բույրեր են գալի, ավտոն, մեքենան կփչանա, մյուս ամեն ինչ գիտես ինչ անում, որ չգաս ստեղ, քուր ախպերներիդ հետ մի հատ հզոր բանակի ձենով ասես Հիսուս, շնորհակալ եմ քեզ։ Ու ոնց որ սկզբից ասեցի, խնդրելու եմ, որ մյուս շաբաթվանից որ գաս եկեղեցու ներս մտնելու ես, կուզես ընդեղ, կուզես տեղ, այստեղ ներս մտնելուց գիտես խնդիրներ ունենք, իրավիճակներ կա, որ նեղանցնում է, անհանգստացում է, ուզում ենք ազատվենք, հիվանդություն, մյուսը, որ գաս հասնես տեղ, ասա Հիսուս ջան, նախ գոհանում եմ, որ հասել եմ դռան մոտ, ոնց որ սկզբից ասեցի, մեկ էլ ասա ինչ կլինի, օգնի դռան մոտ թողեմ խնդիրներս, կապ չունի ինչա, լուրջ եմ ասում, կապ չունի ինչա, ասա օգնի խնդրում եմ, թողեմ դռան մոտ, գամ որ ինձ ու քեզ ոչ ման չխանգարի, որ այս սրտիս են իրոք են ամենածածուկից ասեմ Տեր շնորհակալություն, ասա հետ գնալուց եթե ուզում ես կվերցնես, բայց վստահեցնում եմ, հետ գնալուց կեսից շատը չի լինի, գիտես ինչի, որտեղ մեր Աստված ասում է, լսի ես ինձ Աստված եմ, որ քո ծանրը վերցնում եմ, թեթևն եմ տալի, որ դու հանգիստ ազատ ապրես, դες հեքիաթ չի, փորձված բան է, եթե մտածում ես փորձված չի գնա ինքդ փորձի որ համոզվես որ վաղը գաս վկայություն տաս Հովիտ գաս ասես գիտես Հովի ջան այսենց եղավ խնդիրով եկա հասած տեղ ասի չէ Տեր խնդիրս չի խանգարելու ինձ քեզ ասելու շնորհակալություն հելա տնամ խնդիրս չկա հելա ասեցին վերջ հարցերը լուծված է ամեն լսի երբ որ դու անկեղծ սրտով տես մեր Աստված սրտեր ու երիկամուտներ քննող Աստված է ամեն ու երբ որ դու որոշում ես կայացնում որ քո սիրուն սրտիկով գոհանաս Աստծուց, Աստված տենում է, որ դու արդեն պատրաստվել ես ու հաջորդ օրը պատրաստում է քո օրհնությունը։ Ամեն։ Հաջորդ օրը պատրաստում է քո օրհնությունը։ Երկար ման մի արի, մենակ ստեղ այդ որոշում կայացրա, որ ինչ ուզում ալի տերել, փնփնթոց չի գալու։ Մենք դաժե գիտես ինչ ձևի ազգենք, ասում ենք անձրևը, ասում ենք վայ անձրևա, շոքալում ասում ենք մի հատ անձրև գա Հովանա։ Ձմեռալնում ասում ենք էսից ձմեռը արև գա, արևա, ամեն ինչից փնփնթում ենք, ումից ենք փնփնթում։ Սա վերևա բարձր։ Որ ես չեմ մեղավոր որ անձրևա գալի։ Դրա համար ամեն իրավիճակ կապ չունի, ամեն իրավիճակում ասա Հիսուս շնորհակալ եմ։ Առավել եւս կարողացի չունեցածիդ համար ասես Հիսուս շնորհակալ եմ։ Ամեն գոհացող սիրտը հրաշքներ է բերում քո կյանք։ Մեր Տեր Հիսուսի օրհնությունը լինի քո կյանքի վրա։ Աստված օրհնի քեզ շատ։ Ես մի Փառք Հիսուսին